Տոնական սեղաններին պարտադիր լինում է նաև խմիչք, մրգօղիներ, օրինակ շատ խոսում եք այն մասին, որ թթիօղին օգտակար հատկանիշներ ունի։ Այստեղ արդյոք չկա հակասություն դիետոլոգների, սննդաբանների հետ։ Չէ, 150 գրամ օղին օգտակար է։ Նույնիսկ ապերիտիվ, որ ասում են, ապերիտիվը բացել է նշանակում, այսինքն նախորժակ բացել։ Նախորոք խմելը շատ նորմալ է դա։ Մրգային օղիները հնում հայերի մոտ ծառայել են առողջական նպատակներով։ Թթիօղին դա ստամոքսի համար է լավ։ Բայց հիմա ժխտում են, չէ՞, այդ մոտեցումը, ասում են ցանկացած օղի լավ չի ամեն դեպքում։ Շատ լավ, տատիկս մինչև 105 տարեկան խմեց։ Դե ժխտեք դուք 50 տարի ապրեք ու ժխտեք, ամեն ինչ ժխտեք։ Ձեր տատիկը մինչև 105 տարի ապրել է։ Հրաշալի։ Այո, եւ խոլեստերին էր ուտում ամեն օր եւ օղի էր։ Ես էի իրեն ամեն անգամ փոքրիկ օղի, հենց որ հարցնում էին բաբող խմես, օղի ասում էր Սերգոս գիտի, ինձ տանը Սերգո էին ասում։ Ես օղու հետ մի քիչ բան եմ, խմում էր։ Գիտեք ինչ։ Պարոն Մամուլյան, բայց ասեք, որ չափի մեջ։ Այո, իմ հայրս էր 80-րդ տարիներ, բայց ինքը իր մահով չմահացավ, ցավոք սրտի պատահեց, ինքը կիրթ մարդ էր։ Բարձրագույն ավարտ, դպրոցի տնօրեն եւ այլն։ Ինքը ամեն հաց ուտելիս մի 50-70 գրամ օղի էր խմում։ Հատկապես տնական լավ քաշած օղի։ Իմ ու իր հակադրությունը գիտեք որն էր։ Երբ որ ես գործից գալիս էի, ասում էր հաց ուտենք, ասում էի հա։ Դե ասում են մի բաժակ խմենք, ասում էի չեմ խմում։ Ասում էր հաց ուտել չգիտես։ Իսկ երբ որ ես մեկից հետո երկրորդն էի խմում, երրորդը, այն ժամանակ էլ ասում էր խմել չգիտես։ Շատ է արդյոք։ Այո։